Կար մի երիտասարդ, որ երկհարկանի տուն ուներ։ 5 սենյակներ առաջին հարկում, 5 սենյակներ երկրորդ հարկում։ Այդ տունը գեղեցիկ էր, և նա այնքան էր հպարտանում դրանով, և մեկ օր դուռը թակեցին շատ քաղաքավարի կերպով։ Եվ նա բացեց, ով էր այդտեղ։ Այո, Տեր Հիսուսը։ Տեր Հիսուսն ասաց, կարող եմ ներս գալ։ Երիտասարդն ասաց, այո, Տեր Հիսուս։ Շատ շնորհակալություն, որ այցելեցիր ինձ։ Ես ցանկանում եմ, որպեսզի դու ապրես ինձ հետ։ Ես տալիս եմ քեզ լավագույն սենյակը վերևի հարկում։ Այն ամենամեծն է, այն լավագույնն է և ամենալավ կահույքն ունի։ Այն քոնն է։ Հիսուսը ջենթլմեն է, նա ասաց շնորհակալություն։ Բայց հաջորդ առավոտյան դուռը սարսափելի կերպով թակեցին։ Եվ երբ երիտասարդը բացեց, ով էր կանգնած այդտեղ։ Սատանան։ Երիտասարդն ասաց, ոչ, ես գործ չունեմ քեզ հետ, բայց սատանան արդեն ներսում էր, և պայքար սկսվեց։ Սատանան պիղծ գայթակղություններ լցրեց նրա վրա, նա պայքարեց և պայքարեց, ինչ-որ կերպ գիշերը նա դուրս մղեց սատանային։ Նա փակեց դուռը, նա ուժասպառ էր եղել, և այդ ժամանակ նա ասաց, մի րոպե, Հիսուսը ներսում է, ինչու նա օգնության չեկավ ինձ, ես պետք է գնամ և հարցնեմ նրան։ Նա վեր բարձրացավ, նա ասաց, օ Հիսուս, միթե չլսեցիր իմ անհույս աղաղակները, խնդրում եմ ասա ինձ, ինչու դու չեկար օգնելու ինձ։ Տեր Հիսուսն ասաց, որդիս, այս տան միջի 10 սենյակներից դու գրավում ես 9, իսկ ես 1-ը։ Երիտասարդն ասաց, օ ես տեսնում եմ իմ սխալը, եկ անմիջապես կես անենք։ Դու վերցրու ողջ վերին հարկը, իսկ ես կպահեմ ինձ ողջ առաջինը։ Հիսուսը ջենթլմեն է, նա ասաց, շատ շնորհակալություն։ Հաջորդ առավոտյան դուռը կրկին թակեցին, օնավեր թռավ անկողնուց և ասաց, ես գիտեմ դա կրկին սատանան է, կամ միգուցե դա հարևանն է։ Ես պարզապես կգնամ և մի փոքր կբացեմ դուռը և դուրս կնայեմ, և եթե սատանան լինի, ես շուտ կփակեմ այն։ Երբ նա մի փոքր բացեց, ով էր այդտեղ։ Այո, սատանան։ Եվ մինչև նա կարողանար փակել, սատանան արդեն ոտքը դռնից ներս դրեց և